Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա մարդ պիտի վախենա միայն Տեր Աստծուց, մենք որևիցե բանից չենք վախենում եւ այդ ռեպրեսիաների շրջանը, սիրելի լրագրողներ, ուզում եմ ասել, որ վաղուց անցած է, որովհետեւ որևիցե քաղաքական գործ չի, որևիցե ռեպրեսիաներով չեն կարող ճնշել։ Աջակցություն եկեղեցու պայքարը ինչ արդյունք կարող է տալ, կարծում եք։ Ես այնպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր պայքարի վերջում հաղթանակ եմ տեսնում եւ կարծում եմ պիտի պայքարը դրական արդյունք ունենա։ Ասում եք Փաշինյանին չի հաջողվի վեհապարին հեռացնել, որովհետեւ գործուն քայլեր է նախաձեռնել, նա հանձնախումբ է ձևավորել, արդեն ունեն իրենց ճանապարհային քարտեզը, ինչպես պետք է խոչընդոտել այս գործընթացը։ Եկեղեցին գործում է իր կանոններով եւ վեհապարը իր տեղում է եւ եկեղեցին է որոշում ով պիտի լինի վեհապար եւ իրենց կանոններով էլ պիտի շարժվեն առաջ, թե ինչ հանձնախումբ են ձևավորել եւ ինչ են անում, այդ չգիտեմ արդեն։ Կարծում եք չի հաջողվի իշխանությանը։ Վստահ եմ չի հաջողվի։ Հասարակական աջակցություն կա մեծ, նաեւ դժգոհություն այս հարցի վերաբերյալ։ Չեք տեսնում, որ հասարակական աջակցություն կա եւ մենք բոլորս միասին մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք եւ մի անգամ ասել եմ եւ ելի ասեմ, որ մենք ենք եկեղեցին։ Մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք։ Դուք իրատեսական եք տեսնում, որ մինչև 2026 թվականը իշխանափոխություն հնարավոր է իրականացնել, անվստահություն հայտնելով եւ փողոցային պայքարով։ Ես իրատեսական եմ համարում իմպիչմենտի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելու, այո։